Տիկին Տոնոյան աղացեն գրողել է մայրաթորը, վեհափարին են քաշքշել, փորձում են ձերբակալել Տեր Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Սրա վերջը ինչ է լինել։ Ես կարծում եմ այս ամենը կանխատեսելի էր դեռ այն ժամանակ, երբ որ 21 թվականին այս հայրենադավ ղեկավարությունը գնաց մայրաթոր եւ այնտեղ չբանադրեցին, հիշում եք, ես այդ մասին գրեցի, շատեր ինձ մեղադրեցին, բայց ես հիմա չեմ ուզում իմ ճշմարտացիության մասին խոսել, ես ուզում եմ խոսել այն աղետի մասին, որի մեջ գտնվում ենք բոլորս, եւ հիմա էլ ես հենց այստեղից ուղղակի խոստացել էի եկա, մեկնում եմ Էջմիածին, որտեղ կարծում եմ հիմա ով իրեն հայ է համարում, պիտի այնտեղ լինի եւ ոչ թե վեհափարի համար կամ սրբազանի համար, այլ իր հայի համար, իր հավատի համար, իրեն մարդ զգալու համար պարզապես, որովհետեւ ստացվում է, որ այս մարդը բացարձակ հայտարարում է, որ ինքը ինչ ուզի, ում հետ ոնց ուզի կարող է վարվել, եւ մենք հաշտվում ենք դրա հետ, ընդհանրապես գրում ենք ապշած ենք, ցնցված ենք, լավ ինչ պիտի լինի, չգիտեմ ինչ պիտի լինի, բայց մի բան պարզ է, որ տուն չպիտի գնանք այլևս ոչ մեկս, քանի դեռ չի որոշվել վերջնականապես կամ մենք կամ իրենք, այլ երրորդ տարբերակ չկա։ Այսինքն սա թշնամու հարձակում կարող ենք նոր ենք որակում, մենք վաղուց գիտեինք, որ Հայաստանը գրավված է ներքին թուրքերով եւ պարզ է, որ վերջին Թուրքիա ստորացուցիչ այցի արդյունքում հստակ ցուցումներ են եղել կամ ենթադրում եմ, որտեղ միայն ենթադրել մենք կարող ենք, այնտեղի նվաստացումները հիմա սեփական ժողովրդից է մարդը կամում եւ կա ընդամենը այսօր մեկ օրակարգ, ինչպես մնալ իշխանության։ Ցավում եմ, շատ եմ ցավում, որ այսօր չկա մի ուժ Հայաստանում, որը այդ թուրքահաճո, թուրքական, թուրքահպատակ օրակարգին ապակակա եւ դա Թուրքիայից օծում է, դրա դեմ կդնի մի հայկական հայամետ օրակարգ, մենք ինչու է ժողովուրդն այսպես մոլորված, բոլորովին էլ այդպես չէ, որ ժողովուրդը հիմա ալիքված չէ կամ ուղղակի անտարբեր է, ոչ, անտարբեր չի, ժողովուրդը չի տեսնում ելք, երկ տվողներ չկան, նրանք ովքեր փորձեցին, ինչպես նաեւ ես, չստացվեց, չկա, չի ստացվում, հասկանում եք, ինչու չի ստացվում, որովհետև մենք չունենք ազգային օլիգարխիա, որովհետև դրա համար ռեսուրսներ են պետք, որովհետև դրա համար դվիրալներ են պետք, հասկանում եք, Սամվել Կարապետյանը վաղուց պիտի դուրս գար, մյուսը վաղուց պիտի դուրս գար, ես չգիտեմ ով որտեղից ինչ հրահանգով ինչպես է ուզում պայքարել, բայց եթե մենք ունենայինք ազգային էլիտա եւ ունենայինք ազգային օլիգարխիա, ապա այսպես չէր ստացվի։ Ինչ անել հիմա։ Ես ոչ մի, եթե ես հստակ իմանայի ինչ անել, հենց հիմա դուրս կգայի կառաջնորդեի ժողովրդին, ես չգիտեմ ինչ անել, ես գիտեմ միայն մի բան, ամեն մեկ իրեն պիտի ասի, ես ինձ համար դուրս եմ գալի այս պայքարի, որտեղ ես վստահ չեմ, որ վաղ իմ հետևից չեն գալու։ Ոչ ոք թող վստահ չի լինի։ Իսկ եթե վստահ է, ուրեմն ինքը թաքնվող է, ուրեմն ինքը վախեցող է։ Ուրեմն ամոթ մեզ բոլորիս, որ մենք այս պահին վախենալու ենք Նիկոլի նման թրքամետ ղեկավարից։ Ես ամաչում եմ, երբ որ տեսնում եմ, ես արդեն ինքս ինձ այսօր իմ ընկերոջի ասել եմ, փաստորեն եթե մեզ չեն ձերբակալում, մենք լավ հայ չենք, ստացվում է այսպես, հա, եւ այս պահին ես չգիտեմ ինչ անել, ես չափազանց վիրավորված, բայց վախեցած չեմ, ընկճված կասեմ, ինչ ուզեք կարող եք ասել, բայց մի բան հաստատ է, ես վախեցած չեմ ու ցանկացած պահի կարող են գալ իմ հետևից, ես իմ պայքարը մինչև վերջ տանելու եմ,